Վարդան Ղուկասյանը Ամերիկայի Միացյալ Նահանգներից ձայնային հաղորդագրությամբ անդրադարձել է երեք համացանցում հայտնված այն տեսանյութին, երբ Լևոն Քոչարյանն իր մայրիկին Բելլա Քոչարյանին հարցնում է, արդյոք Բելլա Քոչարյանը ցանկանում է, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը դառնա վարչապետ։ Ցույց տվեցին Բելլա Քոչարյանի եւ Մուսկուլնիի խոսակցությունը Լևոնի։ Ես երևակայի իզուր չէ, որ այդ ընտանիքից միակ մարդունումը ես հարգում եմ, դա Բելլա Քոչարյանն է, իր համեստ, իր կանացի պապածքով։ Ես հարգում եմ այդ կնոջը, ինչ ուզում ասել, ոնց որ հարգում եմ Տիկին Արուսի։ Տիկին Արուսի տղուց ալերգիա ունեմ, խնամիներից էլ հետը, բայց Բելլա Քոչարյանին հարգում եմ։ Լսեցի մայր եւ որդու խոսակցություն, որտեղ որ տղայի պատասխանին, որ պապան կուզես դառնա վարչապետ, Տիկին Բելլան պատասխանում է թող ընդդիմությունը համախմբվի եւ հաղթի։ Այսինքն Տիկին Բելլան էլ է հասկանում, որ պապան, այսինքն տվյալ դեպքում ամուսինը չի կարող դառնալ վարչապետ, նման հնարավորություն չունի, եթե նախորդ անգամ չի ունեցել, առավել եւս հիմա Արցախը հանձնելուց հետո սրանց հետ միասին առավել եւս չի ունենալու, շատ ճիշտ է կանխազգացել Տիկին Բելլան եւ ասել է ես ուզում եմ հաղթի ընդդիմությունը։ Տիկին Բելլա, խոր հարգանքները ձերանձի նկատմամբ եւ ուզում եմ ասել, որ այո, ընդդիմությունը հաղթելու է։ Հիմա կմիանա, չի միանա, չգիտեմ, բայց ընդդիմությունը հաղթելու է։ Եվ հաղթելուց հետո ես խոստանում եմ, որ վարձերով գալու եմ ցուրտուս ասեմ դուի, այս պահին գալու եմ քո դու, քո ձեռի սարկած խմորեղենն ու կոֆե լատեն փրփրով, ես պիտի խմեմ։ Դու լավ կնիկ ես, ես քեզ հարգում եմ։ Բացական վերաբերմունք ունեմ քո հարցի նկատմամբ, քո տղու նկատմամբ, քո ամուսնու նկատմամբ եւ այլն։ Բայց քո նկատմամբ ես ունեմ դրական վերաբերմունք, չգիտեմ ինչով է դա պայմանավորված։ Ուսումնասիրելու քո վարքագիծը եւ այլն, ես քեզ հարգում եմ, այ կնիկ, վերջացավ։ Բայց քո ցանկությունը իրականանալու է, շատ ճիշտ է կանխազգացել Տիկին Բելլա, որ ընդդիմությունը հաղթելու է եւ առաջնահերթության սկզբունքով սրանք այս քպականները իրենց ամբողջական թայֆով, թաղապետերով, քաղաքապետերով, գլխավոր դատախազ պոռնիկով, քննիչներով, բարձրաստիճան ոստիկաններով, ուժայիններով, արգիշտով, Նիկոլով, Դթումով, Սիսիով եւ այլն ուղևորվելու են Նուբարաշեն, Վարդաշեն քերակատարողական հիմնակ։ Նախ ես ինչպես խոսք եմ տվել, ես իմ խոսքը չեմ մոռացել, որ լինելու է մեծամասշտաբ համաներում, սա ցող իրականջին օղանի յուրաքանչյուր այն կալանավորը, այն դատապարտյալը, ով մեկ վայրկյան շուտ ցանկանում է դուրս գալ։ Եվ միակ քաղաքական ուժը ես եմ, որ արդեն 2 տարի հայտարարում եմ, որ լինելու է շատ մեծ համաներում։ Համաներումը չի վերաբերվելու պետական հացագործություն կատարած անձանց, պաշտոնական դիրքի չարաշահում, պաշտոնական կեղծիք, պետական դավաճանություն, փողերի լվացում, մանկապղծություն, այս 4, 5, 6, 7 կատեգորիաներին, որը կապ ունի պետության հետ, որովհետև եթե համաներում անեմ, ես չեմ կարող դատել այն քննիչին, այն բոզի տղա դատախազին, ով քերական կեղծ հետապնդում է հարուցել իմ նկատմամբ, ընդդիմադիրների նկատմամբ, մյուսների նկատմամբ, անմեղ մարդկանց, հոգևորականների, դրանք պիտի բանտերում փդեն։ Այդ դատավորները պիտի գնան 7, 5, 10 տարով իրաց դատախազների հետ միասին հասկացեն բանտում, հասկանան ինչ է նշանակում մարդի գլխին քերական գործ սարքել։ Աննա Վարդապետյանը ինչ թուղթ ուղարկել է այս երկից, հատ կերցնելու եմ, ասեմ դե հիմա կեր պոռնիկ, եթե չես ապացուցում այսի որ Վարդան Ղուկասյանը Գեղարքունիքում, Սյունիքում սեփականություն է ձեռք բերել, ցույց ինձ այդ սեփականությունը, ես այդ թուղթը ուտեմ, չէ դու այսպես հատ կերցնելու եմ, կամ որ անհայտ անձը, անհայտ հեռախոսահամարից զանգել է, ջերմուկցին բոզի ստուց ուզել է $300,000, խնդրեմ, խեղճ Վարդան Ղուկասյան, այդ բոլոր այդ մարդիկ այդ կեղծ քրական գործեր հարուցողները, քննիչները, դատախազները, ես Նիկոլ չեմ, որ ինձ դատավորը շարունակի պաշտոնավարել, հա? Բանտերում եմ փտելու, բանտերում, խոսք եմ տալի, եւ Տիկին Բելլան շատ ճիշտ է նկատել, հաղթելու է ընդդիմությունը, կհաղթի, առանց ձեր ամուսնու, բայց կհաղթի։ Սերի ժողովուրդ, մեկ մարդի նման, հունիսի 7-ին, մաքսիմալ տրացում ենք այս դայնայինը, ոչ մեկ չասի ինձանից բան կախված չի, ով տես բանասի ամոթիան, գնում է ընտրատեղամաս և քվեարկում է համար 15 քվեաթերթիկի օգտին,
վստահ լինելով, որ համար 15 քվեաթերթիկը իրականացնելու է ռադիկալ փոփոխություն եւ գալու է իշխանության, անկախ նրանից, որ Վարդան Ղուկասյանը հիմա գտնվում է Հենդերսոն համակենտրոնացման ճամբարում։ Սա համակենտրոնացման ճամբարը միգրանտների համար, որտեղ միգրանտները գիշեր ու ցերեկ ենթարկվում են խոշտանգման։ Այս է ժողովրդավարական երկիրը։ Այս ամենը պիտի ամբողջ աշխարհն իմանա։ Այս ամենը պիտի ամբողջ աշխարհն իմանա, որ կոռուպցիա, ամենամեծ կոռուպցիան այս երկրում է։ Ամենամեծ մարդկանց խոշտանգումը այս երկրում է։ Ամենամեծ մարդու իրավունքների ոտնահարումը այս երկրում է։ Որ անմեղ մարդը կարա հանցագործից ավելի երկար նստի բանտում եւ ստեղի դատական համակարգն է, դա նորմալ է։ Դա միայն Վարդան Ղուկասյանի չի վերաբերում։ Մարդը 2-3 տարի նստած է, ստեղի դատական համակարգն է, նորմալ է։ Ես չեմ անմեղ մարդը ո՞նց կարա տարիներով մնա բանտում եւ տարի, այսինքն այդ մարդը ուզում է քո երկրից գնա, դու այդ մարդուն չես հանում գրգում, պահում բանտում։ Արա, հա, թողի գնա քո երկրից։ Չէ, ոչ թողում են գնաց, ոչ ազատություն են դրասում են նորմալ է, մենք ես ժողովրդավարության բաստիոն ենք։ Ես ասես բան չեմ պատկերալ, ես եթե իմանայի այս երկիրս այս օրենքներ ունի, իմ ադեն դնեին իրուր տային, ես այդ երկիր չէի գա, դաժե ձրի չէի գա։ Բայց լեկար գաս մտնես վերջում կես դնեն պահեն, ժամկետնան սնունդը կեսցնեն միգրանտների երեխաներին, խոշտանգեն, ծեծեն, ջարդեն, մոթեն տարբեր համակենտրոնացման ճամբարներում։ Աշխարհում դες բան գոյություն չունի երեխաների համար համակենտրոնացման ճամբար։ Հայաստանի Հանրապետությունում գտնվող Ամերիկայի դեսպանին պետք է կանչել ասել միացել սա մեկնաբանի։ Ես դա դեմ եմ տալու այդ երկրի դեսպանին, շո թե ուշ։ Մի մարդու նման գնում ենք ընտրատեղամաս եւ քվեարկում ենք համար 15 քվեաթերթիկի օգին, հանուն արդարության, հանուն դեմոկրատիայի, հանուն օրենքի եւ հանուն կարգապահության։ Մի մարդու նման ոչ մեկ չասի ինձանից բան կախված չի։ Բացվում է լույսը ու գրգմփ սաղովի գնում ենք ընտրատեղամաս։ Տալով, տեղով, ընտանիքով, հիվանդ, առողջ, կաթիլային, թոքաբոր, ոչ թոքաբոր, ինչ կա չկա ժողովուրդ ջան, գնում ենք եւ ասում ենք ոչ սրանց։ Մեծ ձայնը տալով 15 համարի քվեաթերթիկին, բոլոր զինվորականները, բոլոր զինվորները, նախկին թե ներկա, զոհված զինծառայողների հարազատները, մի մարդու նման պիտի գնան բանտատեղամաս, բանակ սիրող, բանակ կառուցող, բանակին հարգող միակ կուսակցությունը Վարդան Ղուկասյանն է։ Ես այսօր նայում եմ այդ դեբատի միջից, սաղի միջից ծառայացի, ես եմ եկել Էդմոններ երևի, ուրիշ մարդ չկար։ Ուրիշ մարդ այնտեղ բանակ ծառայած չկար։ Դե դոտ է բնականաբար չէր եկի գար, ինչ ասես, բոզի տղեն, գար ինչ ասես։ Այսինքն ես զարմանում եմ մի մարդու վրա, մի մարդկանց վրա, որոնց որ թվում է թե դոդը կարա եղանակ փոխի։ Դոդը ոչ միտեղ եղանակ չի կարա փոխի։ Սերի ժողովուրդ, օլիգարխները եւս չեն կարող եղանակ փոխել։ Գնում ենք ընտրատեղամաս, նորից եմ կրկնում։ Ամսի 7-ին մի մարդու նման համար 15 քվեաթերթիկ, ամենայն հարգանքով, ամենայն հայոց Վարդան Ղուկասյան։